Գևորգ Պապոյանի խոսքով, եթե նախանցած տարի տնտեսական ակտիվության ցուցանիշը եղել է 8,3%, ապա 2025-ին այն կազմել է 9,1%։ Նախարարի փոխանցմամբ տնտեսության բոլոր ոլորտներում թվերն աճել են, ծառայությունները ավելի քան 10%-ով, եւ այսպես առևտուրը 3, գյուղատնտեսությունը մոտ 6, շինարարությունը ավելի քան 20, արդյունաբերությունը 4,7, մշակող արդյունաբերությունը 3,3%-ով։ Պապոյանի գնահատմամբ 2025-ը ընդհանուր առմամբ բարենպաստ է եղել տնտեսության համար։ 24 թվականին դոլարային արտադրության մեր հնան արդեն հասել էր 26 միլիարդ դոլարի եւ կարծում ենք, որ ըստ էության արդեն մինչեւ 28 եւ մի փոքր ավել կլինի նաեւ տարվա արդյունքներով 2025-ը։ Արդյունաբերության լավագույն ցուցանիշները եւս նախարարի խոսքով արձանագրվել են 2025 թվականին։ Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2024-ի համեմատ աճել է մոտ 4,7%-ով եւ 2025-ին դարձել արդեն 3 տրիլիոն 138 միլիարդ դրամ։ Պապոյանը բերեց նաեւ օրինակ Հայաստանը մետաղի ջարդոն արտանող երկրից վերածվել է ապրանք արտադրող երկրի։ Ներդրումներ են գեներացվել, միայն 8 գործարան այս ոլորտում է ստեղծվել 1000 եւ ավելի աշխատատեղերով։ Կառավարությունը չի կառուցում գործարան, բայց կառավարությունը այնպես է անում, որ գործարան կառուցվի։ Նախորդ քաղաքականությամբ ոչ միայն գործարան չէր կառուցվում, այդ գործարանը քանդում էին, բարձում էին այդ գործարանը բանի վրա, բեռնատարների վրա, տանում էին, վաճառում էին հարևան երկրներում, այդ գործարանի տարածքներ վերածում էին մոլի։ Հիմա հակառակ process-ն է տեղի ունենում։ Անցած տարին նախանցած տարվա համեմատ խաղողի մթերումն իրականացվել է մոտ 70% ավելի։ Այս դեպքում 2024-ին մթերվել է 164,200 տոննա, իսկ 2025-ին 200,000 տոննա։ Նույնիսկ շատ մեծ ցանկության եւ հրահարումների արդյունքում բողոք չի եղել, որովհետեւ բոլոր 200,000 տոննան մինչեւ վերջ մթերվել է, ավելին ասեմ, վերջում որոշ մեր հայրենակիցներ զանգել են ինձ ասել են մեկ օրինակ զիլ մեքենա այգու տակից հատիկներ ենք հավաքել, դա կարող ենք մթերել, զանգել եմ գործարաններին, դա էլ ենք մթերել։ Այսինքն Հայաստանում չի եղել մի հատիկ խաղող, որը չի մթերվել։ Որպեսզի միայն գինի չարտադրվի ու չարտահանվի, համաշխարհային տենդենսին արձագանքելով ուշադրություն է դարձվելու գինու տուրիզմի զարգացմանը։ Նախարարի խոսքով կառավարությունը մտադիր է մի քանի տասնյակ դոլար ներդրում անել Եղեգիս եւ Արենի համայնքներում, ստեղծելով գինու եւ ագրոտուրիզմի կլաստերներ։ Նույն զբոսաշրջիկը հիմա ավելի շատ հակված է պայմանական 5 դոլար վճարել, ոչ թե խանութից առնել մեկ շիշ գինի, այլ ինքը հակված է այդ նույն 5 դոլարը օրինակ վճարել եւ գինու տուրիզմի քարանձավում կամ համտեսսրահում մեկ բաժակ խմել։ Համայնքներին կառավարության ծրագրածից ավելի գյուղտեխնիկա է հատկացվել։ Նախարարության աջակցության ծրագրերով տոհմային անասուններ ձեռք բերելը դարձել է ավելի եկամտաբեր։ Մեր դիտարկմանը, թե մթերվող կաթի գինը շարունակում է ցածր մնալ, նախարարը հետևյալ հայտարարությունն արեց։ Ինձ ասեք գյուղ, տեղ, որտեղ կա 700 լիտր կաթ, մարդիկ ուզում են այդ կաթը հանձնեն հենց իրենց գյուղում եւ չկա մթերման կետ եւ մենք շատ արագ կազմակերպենք, որովհետեւ 180 դրամ մինիմում եւ որովհետեւ ինձ դիմում են մեր արտադրողները եւ խնդրում են կաթ, որովհետեւ կաթ չկա Հայաստանում, դրա պատճառով նաեւ գները նախորդ տարվա նկատմամբ բարձրացել է եւ այսինքն մեծ ոչ թե կաթ չկա, այդքան չկա, ինչքան որ իրենց պետք է։ Անդրադառնալով հարևան երկրներից ներկրումներին, նախարարը նկատեց. 2 տարի առաջ խոսակցությունն այն մասին էր, որ ամեն պահի կարող է լինել պատերազմ, իսկ հիմա հիմնական խոսակցությունն այն մասին է, թե ինչ ապրանք կարելի է վաճառել կամ չվաճառել, կամ բենզինի գինը ինչքանով իջավ կամ չիջավ։ Պապոյանը հիշեցրեց, որ այս պահին ադրբեջանական ծագման 2 արտադրանք կա, որ եկել է Հայաստան՝ բենզինը եւ դիզելային վառելիքը։ Հայկական ծագման արտադրանք չկա, բայց կողմերը փոխանակվել են այդ ցանկերով։ Այդ թվում նաև իրենք են մեզ երկար ցանկ տվել եւ մենք իրենց եւ գործարար միջավայրը կարծում ենք, որ ժամանակի ընթացքում կարձագանքի։ Շուկաները դեռևս միմյանց բավականին անծանոթ են, ինչպես մեր շուկան իրենց համար, այնպես էլ իրենց շուկան մեր համար եւ սրա համար իմ կարծիքով պետք է ժամանակ։ Նախարարի խոսքով այժմ 2 ապրանք կա, որ քննարկում բանակցում են Ադրբեջանի հետ, որպեսզի դրանց ներմուծման հնարավորությունն էլ բացվի։
թե որոնք են դրանք, Պապոյանն ասաց, երբ վերջնական հաստատում լինի, նոր կասեն, թե ինչ ապրանքների մասին է խոսքը, որպեսզի լրացուցիչ սպասում եւ բանակցություններում ճնշում չգործադրվի կողմերի վրա։ Էկոնոմիկայի նախարարը հույս հայտնեց, որ առաջիկայում դրական լուրեր կլինեն նաեւ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման վերաբերյալ։ Եվ քանի որ Թուրքիան նվազագույնը տնտեսապես ամենամեծ մեր հարևանն է իր հնայի ծավալով, սահմանի բացմամբ կստեղծվեն նոր հնարավորություններ, համոզված է Գևորգ Պապոյանը։ Տիգրան Հովակիմյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։